Շարունակի առօրյա վիկենդը, իսկ մենք շտապենք մեր հաջորդ հյուրին ներկայացնենք։ Մեր տաղավարում է մեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր, հրաշալի անձնավորություն, տաղանդավոր մի այսպես անձ, գեղեցկուհի Տաթև Մելքոնյանը։ Լավ ներկայացրեցի։ Մենք այս ռինգում լինենք, դու հենց տենց ես ներկայացնում բոլոր հյուրերին, մարտական ու շատ տենց Դե որովհետև ոգևորող։ Առիթ է, որպեսզի մենք հանդիպենք ավաղ առավոտ-լուսոյի տաղավարում կամ առավոտ-լուսո վիկենդի տաղավարում եւ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք շփվել եւ բարձենք, թե ինչ նորություններ կան։ Բայց նախքան անդրադառնալ նորություններին, հետաքրքիր է առավոտյան կա ինչ-որ մի արարողակարգ, որ հենց այդպես կա արտանում եւ դա պարտադիր է այսպես բնույթ է կրում, որպեսզի լավ տրամադրություն եւ լավ օրվա այսպես մեկնարկը տրվի։ Հա, ես ունեմ երկու պարտադիր պահ, դա սուրճն է, առանց սուրճի իմ օրը փչանում է։ Իսկ առանց նախաճաշ, պարզապես սուրճ։ Հա։ Սուրճ, դառը սուրճ։ Դառը սուրճ, միայն։ Լավ։ Եվ պարտադիր ամեն առավոտ ես շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ որ իմ կյանքում կա։ Սուրճը իսկապես արարողակարգ է, շնորհակալություն հայտնել եւ շնորհակալ լինելը դա առանձին արվեստ է, դրա մասին էլ պետք է իհարկե խոսել, բայց հետաքրքիր է ծանրաբեռնված առօրյայում, գրաֆիկը վստահաբար շատ ծանրաբեռնված է, ներկայացումներ, անդադար փորձեր, արդյոք ժամանակ լինում է այդպես դադար տալ առավոտյան, վայելել սուրճը եւ հասկանալ, որ պետք է շնորհակալ լինես։ Սուրճի համար դադար չկա, ոտքի վրա այսպես շատ արագ, բայց շնորհակալ լինելու համար պարտադիր։ Որովհետև օրվա ընթացքում շատ քիչ ժամանակ եմ ունենում իսկապես։ Իսկ լավ, նախաճաշը հասկացանք, իսկ առասարակ խոհանոցի նկատմամբ կա սեր, կամ սեր գուցե կա, բայց ժամանակ մնում է խոհանոցում ինչ-որ բան ստեղծագործելու։ Սեր կա, ես կարող եմ ասել, որ ես սիրում եմ համեղ ուտեսներ, բայց պատրաստել այդքան էլ չեմ սիրում, անկեղծ ասած։ Կան որոշ բաներ, որ ինձ մոտ լավ են ստացվում, որովհետև միայն դրանք եմ սարքում։ Արդեն երկար տարիներ։ Բայց շատ մեծ սեր չունեմ խոհանոցում, ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում։ Դա նրանից որ ես արվեստագետ եմ դրա համար։ Չէ, ուղղակի Մարդ, որը փոքրուց սեր չի ունեցել։ Բայց ստացվում է, եւ արագ ժամանակ եթե լինում է եւ այդ օրը որոշել եք, որ դե գուցե մի բան կփորձեմ։ Լավ է ստացվում։ Ասում են համով եմ սարքում, երբ որ սարքում եմ։ Ահա։ Հրաշալի։ Եթե դու մեռների ներկայացման մասին մի քանի ամիս առաջ արդեն խոսել ենք, վստահ ենք ու նաև ասեկոսներին այսպես հենց ակնճալու լինելով, գիտենք որ բավականին այսպես դրական արձագանք կա, բայց հետաքրքիր է նաև ձեր ճշտումները, արդյոք հանդիսատեսը ինչ արձագանք ունեցավ եւ դեռ ինչքան կապրի ներկայացումը, որտեղ մարդիկ կան, որ դեռ չեն հասցրել դիտել այս ներկայացումը։ Ես միջ հարցազրույց սկսելը խոստովանեցի, մի քանի ամիս առաջ իսկապես խոսել ենք այս մասին մեր տաղավարում, ես անամոթաբար խոստացա, որ ես պարտադիր կգնամ դիտելու ներկայացումը եւ հետո երկրից մեկնեցի եւ չեկա։ Մինչ օր ես իմ սխալը կուղեմ, խոստանում եմ հիմա որ ինձ հուշեք եւ մեր հեռուստադիտողներին երբ կարող եմ այդ սխալը ուղղել, ես անպայման դա կանեմ։ Երեք եւ առաջին օրը խաղացինք, եթե դու մեռնեիրը, բայց հուլիսինելի ունենք ու ես հատուկ օրերը չեմ ասի, որ մտնեն մեր կայք, մեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի կայք, թե Instagram-ում, թե Facebook-ում կարող են տեսնել օրերը եւ համենալ։ Լավ, պայմանավորվեցինք, մենք միասին կգնանք։ Մենք կհետևենք պաշտոնական էջից խաղացանկում թե ինչ ներկայացումներ կան որ օրերը եւ անպայման դե առաջին ներկայացումը արդեն նշված է, բայց կան այլ ներկայացումներ։ Ինչ նորություններ կան թատրոնում, դեռևս խոսենք թատրոնից, մեր Մկրտչյանի արտիստական, հետո արդեն նաև ձեր առանձին, որտեղ առանձին մի ուղղություններ կա հետաքրքիր։ Նորություն ունենք, շատ լավ նորություն, դե այս տարի ունեցանք առաջնախաղը, եթե դու մեռնեիր, հետո մենք ունեցանք եւս մեկ առաջնախաղ, կոչվում է Երկաթծամեմ, ինձ թվում է այդ բառերը ձեզ ծանոթ են Էլվինա Մակարյանի երգից, իմ շատ սիրելի, ներկայացումը հենց իր մասին է։ Հեղինակը Անահիտ Ղազարյանն է, բեմադրիչը Նադիա Իսրայելյանը, խաղում են մեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանները եւ հրավիրյալ դերասաններ, ես կարծում եմ, որ հետաքրքիր, էքսպերիմենտալ, նորովի, այդպես ամեն դեպքում կարծում եմ, որ Գիտեք ինչ եմ դժվարանում ասել, որովհետև այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ ապրել են, մի քիչ վերապահորեն են մոտենում, բայց երիտասարդները շատ են հավանում ներկայացումը եւ ազդված, հուզված դուրս են գալիս ներկայացումից։ Ես կուզեի, որ հաջողություն ունենա ներկայացումը, քանի որ
Նադիա Իսրայելյանը մեզ մոտ առաջին անգամ է բեմադրություն արել եւ հաջողություն եմ մաղթում իրենց եւ թիմին։ Այս տարի նաև կարծես թե մանկական ներկայացում է սպասվում։ Բացի մանկականը, մենք հուլիսի 4-ին ունենք էլի առաջնախաղ, Ֆիլոմենա Մարտուրանոն, բեմադրիչը Լյուդվիգ Հարությունյանն է, մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի 95-ամյակն է լինելու Մհեր Մկրտչյանի եւ հենց այդ տոնին, որը մեզ համար տոն է, նվիրված ներկայացում է լինելու, որը ժամանակին եղել է խաղացանկում, այդպես եւ պետք է լինի եւս մեկ մանկական ներկայացում, այդպես հարուստ ենք մենք էլի իրադարձությունները։ Շատ լավ է։ Ես ինչու հարցրեցի հենց մանկական ներկայացման մասին, որովհետեւ դուք նաև երկար տարիներ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնի դերասանուհի եք, հետաքրքիր է այս տարիների ընթացքում արդյոք փոխվել են մեր փոքրիկ հանդիսատեսի պահանջարկները։ Այո, փոխվել են եւ այդպես էլ պետք է լինի, ես այն մարդկանցից չեմ ասում, դե հիմա երեխաներին դժվար է, ինչ որ դժվար չի, իրականում երեխաները, ես էլ ունեմ երեխա եւ ես գիտեմ երեխային ինչ է հետաքրքրում, պետք է երեխային զարմացնել։ Ոնց ուզում ես զարմացրու, ցանկալի է որ դա լինի արվեստ, ոչ թե ուղղակի զարմացնել։ Եվ ստացվում է զարմացնել ներկայացումների։ Տեխնիկային թատրոնում այո։ Ահա, շատ լավ։ Իմիջիալոց մեզ մոտ էլ կան մանկական ներկայացումներ եւ այո, մենք Տաթև հետաքրքիր է օրինակ ձեր կարիերայի ընթացքում դուք մի շարք կերպարներ եք մարմնավորել, բայց արդյոք կա մի կերպար, որ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ձեզ համար։ Խաղացած։ Առանձնահատուկ, երևի թե առանձնահատուկ եղել է տարիներ առաջ Լյուբովի Անդրեևնա Ռանևսկայան, քանի որ դա եղել է իմ դիպլոմային աշխատանքը։ Դրանից հետո եղել են իհարկե հետաքրքիր դերեր, բայց միշտ ինձ համար առանձնահատուկ է այն դերը, որի վրա ես աշխատում եմ։ Այնպես որ կարծում եմ դեռ արժևում են այդպիսի դերերը։ Հետաքրքիր այս տարիների ընթացքում եղել է որևէ օրինակ տարօրինակ կամ զվարճալի դեպք հենց ներկայացման ընթացքում, որը պլանավորած չէր, որովհետև քիչ առաջ մեր հաղորդման ընթացքում Մկրտիչ Արզումանյան, որը մեր հյուրն էր, պատմեց, որ ներկայացման ժամանակ մի անգամ այդպես մի տատիկ է եղել հանդիսատեսի մեջ ներկա եղել եւ զանգահարել է նրա հեռախոսը, նա սկսել է բարձրաձայն խոսել եւ այնքան զվարճալի է դա եղել, որ հետագայում նաեւ ներկայացման հենց Մկրտիչի ներկայացումներից մեկի մաս է դարձել սցենարական։ Եղել է նմանատիպ որևէ դեպք, որը կհիշեք։ Դե շատ են եղել, բայց վերջերս հիշեմ ինչ է եղել, օրինակ Գարդենյա ներկայացման ժամանակ ռուսական թատրոնում այնտեղ պես պտտվում է բեմը, պտտվող բեմ ունի եւ 4 կանայք այդպես կանգնած են, բեմը պտտվում է, տեքստ ասում են, հետո հաջորդը էլի պտտվում էլի տեքստ ասում են, երկուսը պտտվեցին եւ իմ երբ որ իմ հերթներ փչացավ։ Այդպես ստիպված եղա քայլելով։ Ոտքով եկաք ինքնուրույն։ Եվ այլն դե։ Ասեցիք մի հատ այսպես որ Ոնց։ Հա։ Լինում են։ Ես վերջերս էլ տեխնիկային թատրոնում ուղղակի էլի տատիկներ էին զանգում հեռախոսը զանգեց եւ այլն եւ ոչ թե զվարճալի էր, բայց ես առաջին անգամ դա արեցի, երբ որ զանգեցին, ես չխոսեցի, դադարեցի մինչեւ զանգը ավարտվի, բարեհաճեն անջատել, հետո քննարկել, հեռախոսներ չէի, մչերքոններ եւ այլն, նոր ես շարունակեցի։ Իսկ դա ընդունված պրակտիկա է թատրոնում։ Կարելի ասել ընդունված է, բայց ես երբեք չէի արել։ Երբեք չէի արել, միշտ անտեսում ենք եւ խաղում ենք դերը, այս անգամ ես մի հատ փորձեմ։ Հիմա չգիտեմ։ Եվ ոնց էր, լավ էր։ Լավ էր, ես ինձ լավ զգացի։ Բոլորը ստացվեցին, հա։ Իրականում, քանի որ քիչ առաջ խոսում ենք մեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի մասին ու շատ ողջունելի որ բավականին դա ոչ միայն ձեր խոսքով, այլ նաեւ մենք էլ կողքից նկատում ենք ու ակտիվությունը թատրոնի, ներկայացումների քանակը, նոր բեմադրություններ, բայց այսօր թատրոնը ինչ առաքելություն ունի, որն է ամենաառաջնայինը։ Կամ ինչ քաղաքականությամբ եք դուք ուզում, որպեսզի թատրոնը դեռևս շարունակի իր ուղին։ Դե հասկանալի է, որ թատրոնը եւ կրթում է, եւ ճաշակ է ձևավորում, եւ այլն այդ ամենը կա, բայց երբ որ դժվար ժամանակներն, իսկ ես կարծում եմ, որ հիմա դժվար ժամանակներ են, ինձ համար ամեն դեպքում ես շատ հանգամանքներ ու երևույթներ ծանր եմ տանում, կարծում եմ, որ հանդիսատեսը պետք է գա թատրոն, որպեսզի գոնե մի ժամ, 2 ժամ անջատվի այդ ամենից ինչ որ կատարվում է։
Հանդիսատեսը իհարկե նաև ծանոթ է ձեր էկրաններում կերտած տարատեսակ կերպարներից, բայց տպավորությունն է, որ վերջին շրջանում հեռուստասերիալները, ֆիլմերը իրենք զիջել են մի փոքր իրենց տեղը արդեն թատրոնին։ Ինչու եւ որն է ավելի այս դեպքում գերադասելի ձեր համար։ Ինձ համար Ես միշտ եմ թատրոնում ինձ ավելի լավ զգացել, ես փորձ ունեցել եմ հեռուստատեսությունում աշխատելու, ֆիլմում նկարահանվելու, սերիալում եւ այլն, բայց թատրոնը միշտ եղել է այն տեղը, որտեղ ես միշտ վստահ եմ եղել։ Ես բեմ դուրս գալուց առաջ հագուցել արվեմ, բայց երբ որ մտնում եմ բեմ, ամենալավ ես ինձ բեմում եմ զգում։ Դրա համար չեմ էլ ձգտում նկարահանվել, ֆիլմերում ես ավելի շատ ձանձրանում եմ, ասած, այդ սպասում ես մինչև լույս են դնում, չգիտեմ ինչ դուբլ, չէ, թատրոնը լավ է, մտար ինչ կաս, ինչ եղավ, այդ պահին, հա, կենթանի է։ Մենք գիտենք, որ դուք մի քանի արվեստի գործերից շատ եք ոգևորվել եւ դա շատ լուրջ ազդեցություն ունեցել ձեզ վրա։ Այդ շարքում են Ուիլյամ Բուգրոյի Դանթեն եւ Վերգիլիոսը դժոխքում, կտավը Միխայել Բուլգակովի Վարպետն ու Մարգարիտան, վեպը Լյուդվիգ վան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան։ Ձեզ համար ինչով են հենց այս գործերը կարեւոր։ Այնքան դժվար է ասել ինչով են կարևոր։ Շատ տարբեր, որովհետև տարբեր թե կտավի առումով, թե վեպի առումով, թե սիմֆոնիայի առումով, բայց տարբեր են ինչ-որ։ Երևի թե դա եկել է իմ մանկությունից, որովհետև քանի որ հայրս նկարիչ էր, մեր տանը միշտ ահռելի գրադարան ուներ, դեն ժամանակ ինտերնետ չկար, մենք գրքերով ու ժուրնալներով էինք նայում այդ ամեն ինչը։ Ու ինձ համար թատրոնում ամենագեղեցիկ բանը դա մարմինն է։ Դերասանի մարմինը, որ պետք է աշխատած լինի, հղկված լինի եւ այլն։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա ասեմ, որ մեր տանը երբեք ռաբիզ երաժշտություն չի հնչել մանկությունից, այնպես որ Բեթհովենին սիրելը ինձ համար ինքնստինքյան այդպես ստացվել է։ Եվ ինչ վերաբերում է Բուլգակովին, երբ որ ես Ռուսաստանում եմ նաև դպրոց գնացել, դա այն թվականներն են, երբ որ արգելված ողջ գրականությունը այդպես դարձավ հասանելի շատ արագ եւ ես ագահաբար այդ ամեն ինչը կարդում էի ու շատ լավ ուսուցիչ ունեի գրականության Բուլգակովը եւ այլն բոլոր այդ գրողներին էլի ինքնաբերաբար ես ուսումնասիրել եմ ու մնացել է իմ մեջ, չգիտեմ։ Իսկ մեկ անգամ եք ընթերցել Վարպետը եւ Մարգարիտան, թե մի քանի։ Երկու անգամ, բայց ես այո, այն գրքերից է, որ պետք է անդադար կարդաս ու նորովի բացահայտես։ Եվ շատ հաճախ ասում են, որ անդադար ինչ-որ նոր հետաքրքիր բաներ ես բացահայտում, ես մեկ անգամ եմ կարդացել, չեմ հասցրել մի քանի անգամ կարդալ, բայց մարդիկ, որոնք իսկապես ուսումնասիրում են, հատկապես գրականագետները, միշտ հենց դրանով են առանձնացնում, չէ՞, ստեղծագործությունը ասում են անդադար պետք է ընթերցել կյանքի տարբեր փուլերում, որովհետև յուրովի ես ընկալում։ Աշխատանքային այսպես փորձառությանը վերադառնալով շատ են ներկայացումները, շատ են փորձերը, աշխատանքը բավականին մեծ է եւ վստահաբար ընթացքում նաեւ շատ դժվարությունների ու բարդությունների եք հանդիպում։ Հետաքրքիր է արդեն տարիների փորձից ելնելով ինչպես եք հաղթահարում այդ դժվարությունները, կա ինչ-որ բանաձև։ Գիտեք, տարիների ընթացքում ես հասկանում եմ, որ դա դժվարություն չի, դա իմ ինչ-որ երևույթ է, որը պետք է զլուծեմ։ Այսինքն ավտոմատ կերպով ես ժամանակ չեմ ծախսում տվայտվելու եւ ասելու ախ ինչ պետք է անեմ, կա խնդիր, պետք է արագ լուծվի ու գնալ առաջ, որովհետև հիմա իսկապես ամեն ինչ շատ արագ է, թե խնդիրներն են շատ արագ առաջանում, թե լուծումները պիտի շուտ գտնես, այդպես պինդ, ամուր եւ հպարտ։ Առհասարակ ինչ չափանիշներ պետք է ունենա նախագիծը, դա կլինի, չգիտեմ, դե ֆիլմերը հասկացանք այդքան է շեք սիրում, բայց օրինակ թատրոնը ինչ պետք է այսպես հետաքրքրություն ունենա, որ կարողանա ձեր հետաքրքրությունն էլ գրավի, որպեսզի դուք ձեր համաձայնությունը տակ մասնակցելու։ Առաջին հերթին նյութը։ Նյութը պետք է ինչ-որ կերպ իմ էմոցիաների հետ աշխատի։ Երկրորդը ճաշակը։ Պարտադիր, դե հետո արդեն մնացած հանգամանքները ով է ռեժիսորը։ Ճաշակ ասելով կարող ենք եթե ուզում ես, ճաշակ ասելով կարող ենք հասկանալ հենց ռեժիսոր։ Նաև։ Որովհետև մեծ հաշվով հենց այդ ճաշակը թելադրելու է ռեժիսորը։ Հա, դե մենք գիտեք, մենք բոլորս ճանաչում ենք։
թաքցնելու բան չկա, ասենք յուրաքանչյուրս էլ գիտենք ով որտեղ ինչ է անում եւ ինչ ճաշակ ունի եւ այլն, ես չեմ ասում, որ ես բարձրաճաշակ եմ, դրա մասին չի խոսքը, բայց պետք է համընկնեն ճաշակները, հա? Կա այս պահին որևէ երազանք կամ որևէ նպատակ, որը դեռ չի իրականացել կամ գուցե նոր երազանք է, որը նոր է հայտնվել եւ այսպես ամեն ինչ անում եք դրան հասնելու համար։ Երազանք Գիտեք, դա միշտ եղել է ինձ մոտ, որ ես երազում եմ տուն ունենալ օվկիանոսի ափին։ Երևի թե մի օր դա կիրականանա։ Բայց աշխատում եք այդ ուղղությամբ, բան չեք անում դեռ։ Դա երազանքներից որ միշտ պետք է լինի։ Հասկացա։ Որ միշտ հենց այս հարցը տան ասենք, ես ուզում եմ սեփական կղզի, կամ ես ուզում եմ օվկիանոսի ափին տուն եմ ուզում։ Իսկ կա մի հարց, որ երբեք այդպես էլ չեն հնչեցնում։ Նույնիսկ այսօր էլ մենք, որ դուք միշտ ուզում եք այդ հարցը ձեզ տան ու թարսի պես չեն տալիս։ Դուք հուշեք մենք կտանք այդ հարցը։ Հա, էլի մենք այդ ցավով ենք։ Չէ, գիտեք ինչու, որովհետև ես հիմա այսպես ճպտում եմ եւ հաճույքով խոսում եմ, բայց ամեն անգամ հարցազրույցի գալ ինձ համար փոքրիկ ստրես, հա, ես միշտ լարվում եմ, ասում եմ, տեսնես ինչ հարցեր են տալու, ես լարված եմ գալիս, հիմա տեսեք, հետո թուլանում եմ, հանգիստ խոսում եմ, բան, չէ, հարցեր ինչքան քիչ հարց են գալիս։ Բարի հարցեր, քիչ հարցեր, հա։ Բայց մենք կամաց մոտեցանք իմ եւ Ռուբենի ամենասիրելի հատվածի մեր weekend-յան հարցազրույցների։ Փոքրիկ սիրելի մեր այո սպիտակ անկյունը, որտեղ հետաքրքիր բլից հարցեր ենք պատրաստել մենք ձեզ համար, խոստանում ենք, որ ստրեսային հարցեր չեն, բայց բլից հարցեր են, պիտի արագ պատասխանեք։ Արագ։ Եթե պատրաստ եք։ Հա։ Դե սկսենք Ռուբեն։ Շատ լավ։ Ամենաերկար նամակն ումեր ուղված։ Իմ։ Այո։ Ժամանակին, հա, մի սիրելի անձնավորության։ Ահա։ Ինչից եք Ու հայերեն վախենում։ լեզվով չէր։ Հայերեն լեզվով չէ։ Ռուսերեն։ Չէ, մասի չէ։ Իսկ նամակը դեռ կա, օրինակը թե չկա։ Չէ, վերջերս եմ ազատվել։ Ազատվել։ Շատ լավ։ Ինչից եք վախենում առ այսօր։ Վախենում ստից։ Դա։ Որն է ամենաշատ նյարդայնացնող արտահայտությունը։ Արտահայտությունը կպչուն բառերը, որ ասում են իրականում, բավականին, իրականում, խոսքի մեջ, հա, այդ կպչուն ավելորդ բառերը։ Իսկ որն է ամենաշատ նյարդայնացնող հարցը։ Ոնց ես։ Հենց առաջին հարցը, որով սկսեցինք այսօր հարցազրույցը, ինչպես եք։ Լավ եմ։ Միշտ ստում ենք, չէ, լավ եմ։ Շատ լավ։ Ինչ իրավիճակներ կան, որ տանել չեք կարողանում։ Հա, տանել չեմ կարողանում, երբ որ նեղացնում են թույլերին։ Եթե իմանայիք, որ աշխարհի վերջը մոտ է, վաղն է, ինչ կանեիք։ Կգնայի օվկիանոսի մոտ։ Այն տունը, որը դեռ չկա։ Ինչ որ մի տուն։ Լավ։ Որ բառն եք հաճախ օգտագործում։ Հաճախ, չգիտեմ, հաճախ օգտագործում եմ, ոնց ես։ Չգիտեմ, չեմ հիշում։ Ինչը երբեք չեք ների։ Չեմ ների, հա, չեմ ների, ինչքան էլ տաղտկալի հնչի, դավաճանությունը։ Մարդկային։ Չնայած ճիշտ է, կախարդական փայտիկի տարիքում չենք, որ հավատան կախարդական փայտիկի գոյությանը եւ եղելությանը, բայց եթե լիներ, պատկերացնենք կա, ինչ կանեիք այդ կախարդական փայտիկով։ Պատերազմները կվերացնեի, չգիտեմ ոնց։ Եվ վերջում ամենա այսպես փիլիսոփայական հարցը, սերը նման է։ Սերը նման է ամպիկի։ Ամպիկի։ Այդպես մեկ էլ գնում կորչում է։ Ու հետո էլ չկա։ Այսինքն սեր չկորչում։ Կա, ոնց, կա, բայց հետո մեկ էլ տեսնում ես Դե ամպիկները ոնց են, մեկ կան, մեկ չկան։ Մեկ Մեկ անձրև շատ է, են, մեկ քիչ են, մեկ այսպես անձրևոտ են ու ջղային, հետո ավելի բարի ու փափուկ։ Հետաքրքիր համեմատություններ տես։ Ես ուզում եի ասեի փղիկ ու ձկնիկ, բայց չէ, ես ուրիշ պատկերացում ունեի, բայց ամպիկով մի տեսակ շեղեցիք ինձ։ Կլինի ես այդ պատասխանը չլսեմ։ Իսկ գրի դու քո պատասխանը ասես։ Ոչ։ Լավ, քեզ ուրեմն հյուր պիտի կանչեն կանանցի եւ բլեկ հարցեր ուղենք քեզ մեզ սպիտականկյունում պայմանավորվեցիք։ Շատ շնորհակալություն, ինչպես միշտ յուրահատուկ այսպես առանձնացվող ձեր բոլոր պատասխաններով էլ, ձեր բոլոր գործողություններով էլ եւ աշխատանքով նաեւ նույնպես։ Շնորհակալություն, որ մեզ եկեք այսօր։ Այո, մենք առիթը երբեք բաց չենք թողնի ձեզ հյուր հրավիրելու այստեղ մեր տաղավար, որպեսզի ստրեսային չէ, ստրեսային Լավ է, հաճելի է։ Շնորհակալ ենք առավոտը մեծ հետ սկսելու համար, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք տաղավար։